Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն հունիսի 2-ն է, սա առաջին մեր հաղորդումն է, 3 հաղորդում մենք չենք պատրաստել երեկոյան, երկրորդ հաղորդումը, քանի որ ուզում էի հավաքել շատ կարևոր հարցեր եւ ավելի ծավալուն քննարկում ունենայինք, որպեսզի այսօր 3 եթե խոսեինք, միայն հիմնականում խոսելու էինք հեռախոսազրույցի մասին, Պուտինի եւ Փաշինյանի, իսկ այսօր ներկայացնեմ, թե ինչ հարցեր ենք արդեն մենք քննարկելու։ Ուրեմն նախ հեռախոսազրույցը չափազանց կարևոր հարց է, որին որ կանդրադառնանք։ Երկրորդը էլի հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր, բազմաթիվ նոր հայտարարություններ Ռուսաստանից, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի նոր հայտարարությանը կանդրադառնանք, ռուսական նոր արգելքներին, հայկական մերքերի նկատմամբ, փաստացի Ծիրանի նկատմամբ եւ այլ մերքերի նկատմամբ եւս սահմանվում է արգելք, էմբարգոյի մտցնում Ռուսաստանը եւ հայկական ապրանքները չեն կարող գնալ Ռուսաստան, մանրամասն սա եւս կքննարկենք։ Դրանից բացի հայ սահմանապահները իրազեկում են բոլոր նրանց, ովքեր որ գալիս են Ռուսաստանից Հայաստան, օթով թե հասարակ ճանապարհներով, որ եթե ընտրակաշառքով քվեարկեն, ապա իրենց սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում, դրանից բացի շատերին արդեն տանում են 25 օրյա վերապատրաստման, երիտասարդների հիմնականում մասին է խոսքը, տղամարդկանց մասին է խոսքը, ովքեր որ վաղուց չեն եղել Հայաստանում եւ խուսափել են այդ զորահավաքներից։ Դրանից բացի 3 տեղեկացանք, որ հակակոռուպցիոն կոմիտեն բազմաթիվ նոր ձերբակալություններ է իրականացրել, ուժեղ Հայաստանից 8 անձ է ձերբակալվել, նաեւ Արքավաճ Հայաստանից կան ձերբակալվածներ, նոր բացահայտումներ ընտրակաշառքի վերաբերյալ։ Մի քանի խոսքով կանդրադառնանք Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի այցին Ադրբեջան, թե ինչ է փոխանցել նա Իլհամ Ալիևին Դոնալդ Թրամփի անունից։ Միջազգային հարցերը Իրանն է, շատ կարևոր իրադարձություններ են այնտեղ զարգանում, Իրանը հարվածել է ամերիկյան բեռնատար նավին ի պատասխան Ամերիկայի Միացյալ Նահանգների գործողությունների, Իրանից հայտարարում են, որ իրենք դադարեցնում են բանակցությունները, քանի որ սրացում կա նաև Լիբանանում եւ Թրամփը նաև փոխում է բանակցությունների ընթացքը, ամեն ինչ պայմանավորվածությունները, այդ հարցին էլ կանդրադառնանք, չնայած Թրամփը ասում է, որ շատ արագ ձևով հիմա ընթանում են բանակցությունները, դրանից բացի շատ սուր հեռախոսազրույց է տեղի ունեցել Թրամփի եւ Նետանյահուի միջև Լիբանանի մասով գործողությունների համար, քանի որ Իսրայելը երևի թե միտք ուներ մտնել Բեյրութ, իսրայելական զորքը եւ վիրավորական տոնով խոսել է Թրամփը Նետանյահուի հետ, նաեւ անձնական վիրավորանքներ հնչեցրել Նետանյահուի հասցեին։ Ուկրաինայում նույնպես շատ լուրջ սրացում է, Ռուսաստանը հարվածել է Կիևին եւ ոչ միայն, այս պահի դրությամբ նախնական տեղեկություններով 10 զոհից ավել կա։ Ահա այս հարցերը սիրելի հայրենակիցներ միասին առաջարկում եմ ավելի մանրամասն քննարկել, շատ կարևոր են ձեր լայքերը, ձեր աջակցությունը, նաև ձեր բաժանորդագրումը եւ մեկնաբանությունները։ Ուրեմն սկսում ենք։ Ուրեմն սկսենք հեռախոսազրույցից, որը որ տեղի ունեցել 3 Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի միջև։ Պուտինը զանգահարել էր Փաշինյանին շնորհավորելու համար ծննդյան օրվա արդիվ։ Այսինքն ինչպես միշտ, այս անգամ նույնպես Պուտինը զանգահարել է շնորհավորելու Փաշինյանի ծննդյան օրը։ Ճիշտ ասած միշտ չգիտեմ, հայտարարությունների մասով գիտեմ, որ միշտ եղել են հեռախոսազրույց, որքան հաճախ է լինում հենց ծննդյան օրվա կապակցությամբ չեմ կարող ասել, բայց սա շատ կարևոր է, քանի որ ահա այսպիսի լարված պայմաններում է տեղի ունենում այդ հեռախոսազրույցը եւ հաղորդագրության մեջ մենք հստակ տեսնում ենք, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ երկկողմ եւ բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների բարեկամական տոնայնության, ինչպես նաեւ աջակցության համար։ Վերջն էլի Նիկոլ Փաշինյանը ինչ որ ճիշտ Պուտինը կանգնում եւ սպառնում է Հայաստանին, իսկ Հայաստանի վարչապետը հեռախոսազրույցի ժամանակ ասում է, որ շնորհակալ ենք քեզ հավասարակշռված դիրքորոշման բարեկամական տոնայնության, ինչպես նաեւ աջակցության համար։ Այն պատկերացման վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը
չի ուզում ավելի լարել իրավիճակը եւ շատ հետաքրքիր հոգեբանական ձև է կիրառում, ասելով, որ շնորհակալ ենք քեզ Վլադիմիր Պուտին, որ դու հավասարակշռված դիրքորոշում ունես, բարեկամական տոնայնություն եւ փաստացի աջակցում ես դրանով մեզ։ Շատ հետաքրքիր մոտեցում է, հոգեբանական մոտեցում է, չգիտեմ դա ինչքանով կազդի Վլադիմիր Պուտինի վրա, բայց նույնիսկ դա նշանակում է այն, որ բավականին խորն են խնդիրները Հայաստանի եւ Ռուսաստանի միջև այս պահի դրությամբ։ Արիք համաձայնվեք այս հարցի շուրջ իմ հետ։ Հակառակ պարագայում ես այլ ձև չեմ կարող տեսնել կատարվողը եւ չեմ կարող մեկնաբանել Փաշինյանի այդ հայտարարությունները, որտեղ էր Պուտինի հավասարակշռված մոտեցումը, գրեք ինքներդ, համոզված եմ, կրկին ասեմ, համոզված եմ, որ հատուկ նման արտահայտություն է անում Փաշինյանը, փորձելով մի փոքր մեղմել Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որպեսզի մենք հանգիստ ձևով առանց խնդիրների կարողանանք անցնել այս ճանապարհը։ Հետո Պեսկովն է նաև խոսել եւ նա կրկին ասել է, որ դեկտեմբերին մենք կքննարկենք բոլոր այն նյուանսները, որոնք որ կան Հայաստանի մնալ չմնալու հետ ԵԱՏՄ-ի կազմում։ Ռուսաստանից նաև արձագանքել են Պուտին Փաշինյան հեռախոսազրույցին եւ ասել են, որ դա մեծ հաշվով ոչինչ չի նշանակում։ Ինքն լարվածությունը ինչպես կար, այնպես էլ կա Հայաստանի եւ Ռուսաստանի միջև։ Եվ նույնիսկ ասեմ ավելին, քանի որ հիմա արդեն մենք տեղեկություն ենք ստանում, որ կորիզավոր մրգերի արգելք կա դեպի Ռուսաստան։ Արդեն սկսում է այդ արգելքը գործել, եթե չեմ սխալվում, հենց հունիսի 2-ից այդ արգելքը սկսելու է գործել հայկական մրգերի համար։ Այսինքն կարելի ասել, որ ամենակարևոր ապրանքների համար հայկական Ռուսաստանը մտցնում է էմբարգո եւ ոչ միայն ռուսները չեն գնելու, այլ նաեւ չեն թույլ տալու հայկական ապրանքներին, որպեսզի Ռուսաստանի տարածքով դրանք անցնեն մեկ ուրիշ ԵԱՏՄ երկիր։ Հանրապես արգելում է մուտքը հայկական ապրանքների Ռուսաստան։ Այս այդտեղ շատ կարևոր է մեկ նախադասությունը Ռոսխոզնadzորը ինչ է այդ կառույցի, որ դա ժամանակավորապես է արգելվում։ Այսինքն ժամանակավորապես Ռուսաստանը արգելում է կորիզավոր մրգերի մուտքը Ռուսաստան։ Գևորգ Պապոյանի խոսքերից մենք ավելի մանրամասն հասկանում ենք, թե ինչպիսի հաշվարկներ է իրականացնել Հայաստանի կառավարությունը սուբսիդավորման համար։ Երեք այդ մասին մենք խոսում էինք, որ Պապոյանը հայտարարել է, որ հայկական ապրանքները լրիվ համապատասխանում են եվրոպական չափանիշներին եւ դրանից բացի նրանք մրցունակ են նաեւ եվրոպական շուկայում, բայց սուբսիդավորման կարիք անպայման կլինի օրինակի համար ծաղիկների համար, վարդերի համար մինչև 5.5 միլիոն դոլարի սուբսիդավորման անհրաժեշտություն կլինի, տոմատների համար 3.4 միլիոն դոլարի կարիք կլինի, բիբարների համար 3.5 միլիոն դոլարի սուբսիդավորման կարիք կլինի եւ այդպես շարունակ։ Այսինքն նրա խոսքերով հայկական ապրանքները լրիվությամբ համապատասխանում են եվրոպական չափանիշներին եւ շատ հնարավոր է, որ Հայաստանը այդ քայլին դիմի, եթե այս արգելքները չհանվեն, չնայած որ իր խոսքերով շատ լավ հեռախոսազրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Պուտինի միջեւ, շատ ջերմ հեռախոսազրույց ըստ իրեն։ Ինչ պետք է ասի էկոնոմիկայի министрը այս մասով, բնական է, եւ ինքը նաեւ ավելացրել է, որ տեխնիկական հարցեր են, լուրջ որևիցե խնդիր չկա Ռուսաստանի հետ եւ ամեն ինչ կկարգավորվի։ Կրկնեմ, սա էկոնոմիկայի министрի գնահատականն է քաղաքական իրավիճակին։ Այս քաղաքական մասը եթե հանենք, ես չեմ կարծում, որ ինքը քաղաքական մասից լուրջ գլուխ հանում է կամ այլ լիազորություններ ունի նման հայտարարություններ անելու, դրա համար այն որ շատ ջերմ հեռախոսազրույց է տեղի ունեցել, այդ մասը արիք հանենք Պապոյանի խոսքերը, բայց այն մնացածը, որը որ ինքը ասում է, որ հայկական ապրանքները սուբսիդավորման կարիք ունեն եւ դրանք կարող են շատ արագ հայտնվել Եվրոպայում, այս սրա հետ ես կհամաձայնվեմ, սա արդեն ուղիղ իր գործն է, իրեն է վերաբերվում։
Բայց մեզ համար դա է կարևոր, հա, սիրելի հայրենակիցներ, որ հայկական ապրանքները ի վերջո համապատասխանեցվել են եվրոպական չափանիշներին։ Նա մի փոքր դժվար կլինի, որ սուբսիդավորվի այդ ամենը, կլինեն վնասներ իհարկե, բայց դրանք շատ կարճ ժամանակում կարելի է լուծել եւ ահա այստեղից նույնպես մենք այլևս Ռուսաստանից կախվածություն չենք ունենա։ Չնայած ես էլ եմ կարծում եւ համոզված եմ, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո Ռուսաստանը կփորձի վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ ժամանակավորապես։ Դա շատ կարևոր խոսք է։ Չասեք թե ես վաղ ասել եմ, որ կկարգավորվի եւ չկարգավորվի, չէ, ես պատկերացնում եմ ամենայն հավանականությամբ այդ ամենը կկարգավորվի, բայց ժամանակավորապես ամիսներ անց մենք կվերադառնանք նույն խնդրին։ Անպայման կվերադառնանք այս խնդրին, բայց այս ամիսները մենք կարող ենք շատ կրակետ օգտագործել, ասենք օրինակի համար մինչեւ նոր տարի կամ 1 տարի անց մենք անպայման այս խնդրին կրկին կբախվենք, բայց այդ 1 տարին շատ կարևոր տարի է մեզ համար, որպեսզի հայկական ապրանքները արդեն հայտնվեն Եվրոպայում։ Ես ասեմ, որ մեծ է տարբերությունը Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ նաեւ շուկայի առումով, Եվրոպան 500 միլիոնանոց շուկա է, Ռուսաստանը գիտեք, այսինքն 3-4 անգամ ավելի մեծ է եվրոպական շուկան, քան ռուսականը։ Պատկերացնում եք։ Եվ դրանից բացի շատ ավելի վճարունակ շուկա է, այսինքն մարդիկ ավելի շատ փող ունեն եւ ավելի շատ հնարավորություններ ունեն։ Իմ պատկերացմամբ այնտեղ նաեւ ավելի թանկ են ապրանքները, դրա համար նաեւ ճանապարհածախսը եւ այլն դա եւս կարող է ինչ որ չափով կոմպենսացնել այդ ամենը։ Ասեմ, որ վրացական գինիները, վրացական բորժոմին եւ Վրաստանից արտահանվող այլ ապրանքները կան եվրոպական սուպերմարկետներում, դրա մասին բոլորը գիտեն, Վրաստանի հետ շատ բաց է Եվրոպան, Վրաստանի քաղաքացիները առանց վիզայի գնում գալիս են, այսինքն մեզ մոտից շատ հեշտ է գնալ եւ գալ Եվրոպա եւ բոլորը գիտեն այն մասին, թե ինչպես կարելի է գտնել վրացական ապրանքները Եվրոպայում։ Վրաստանը այս ճանապարհը անցել է եւ հիմա ժամանակն է հասել, որ Հայաստանը նույնպես անցնի այդ ճանապարհը, բայց հնարավորինս առանց ցավերի, առանց ցավոտ լուծումների։ Նրանց բացի այստեղ կարծում եմ կարևոր ավելացնել այն, որ Փաշինյանը երեք մի նոր կարևոր հայտարարություն է արել, թե ինչպես է Հայաստանը ձգտում կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, շատ կոնկրետ բացատրելով բոլորին, որ դրանով իսկ կկարողանա Հայաստանը բալանսավորել իր քաղաքականությունը արտաքին աշխարհի հետ։ Բնականաբար շատ կարևոր ճանապարհ է տարանցիկ Ադրբեջանը եւ Թուրքիան, հիմնականում սա ի նկատի ուներ Փաշինյանը, երևի ոմանք կրկին փորձեն, ճիշտ է չեմ տեսել համացանցում, բայց կարծում եմ, որ կփորձեն այս խոսքերի վրա խաղալ, բայց Փաշինյանը հստակ ի նկատի ուներ այն, որ Թուրքիա եւ Ադրբեջանի տարածքների միջոցով մենք կկարողանանք բալանսավորել մեր հարաբերությունները կամ ավելի ճիշտ հավասարակշռել մեր հարաբերությունները բոլորի հետ։ Դրանից բացի ինքը ասում է, որ մենք նաեւ բալանսավորելու կարիք ունենք հարաբերությունները նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, քանի որ դրանց բացակայությունը, ընդհանրապես հարաբերությունների բացակայությունը արդեն իսկ դեսբալանս է։ Այս խոսքերը ուղիղ չեմ մեջբերում, բայց գաղափարը այն է, որ եթե դու չունես հարաբերություններ, դա շատ ավելի վատ է, քան եթե ունես հարաբերություններ։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր հայտարարությամբ է հանդես եկել նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, նա էլ Ռուսաստանի մասով հստակ ասել է այն, որ մենք չենք պատրաստվում բարձրացնել այս զրույցի տոնայնությունը, այսինքն այն ինչ ես եմ ասում այստեղից, արդեն նույնն է ասել Արայիկ Հարությունյանը, շատ ողջունում եմ, որ նման հայտարարությամբ է հանդես եկել, նման մոտեցում ունի ինքը եւ Հայաստանի կառավարությունը նույնպես, եւ նա նաեւ բացատրել է, որ Ռուսաստանը որպես պետություն ունի իր շահերը, իր հետաքրքրությունները, Հայաստանը հասկանում է Ռուսաստանի հետաքրքրությունները, ասում է, որ Ռուսաստանը գերտերություն է, այս խոսքի հետ համաձայն չեմ բնականաբար, Ռուսաստանը ոչ մի գերտերություն չէ, տարածաշրջանային գերտերություն է Թուրքիայի եւ Իրանի նման, բայց ոչ մեծ գերտերություն։ Հա ունի ատոմային զենք, բայց ատոմային զենքը իրեն չի դարձնում գերտերություն։ Հետո նա ավելացնում է, որ մենք
պատրաստ ենք բանակցությունների, համագործակցության, զրույցների, այս մասով բնականաբար համաձայն եմ իր հետ։ Եվ ամենակարևորը վերջում նա ասում է, որ մենք էլ ունենք կարմիր գծեր, որոնք որ բնականաբար մենք չենք հատելու եւ փորձում ենք դա բացատրել մեր ռուս գործընկերներին։ Ես կրկին չեմ ցիտում իր բառերը, ընդհանուր միտքն եմ փորձում ներկայացնել եւ ընդհանուր միտքը շատ մոտ է, եթե նույնիսկ ցիտեմ, ռուսերենից եմ փորձում իմչալոց շատ արագ թարգմանել եւ ցես ներկայացնել, շատ անգամ ռուսերենով են գտնում կարևոր տեղեկությունների մասը, հայերեն եմ իմացը, ռուսերենը, դրա համար քանի որ ես հայերեն եմ խոսում, ռուսերենից փորձում եմ ինչ որ չափով սինխրոն թարգմանել եւ ոչ միայն սինխրոն թարգմանել, այլ նաեւ իմաստը ներկայացնել ձեզ։ Այն ամենի, ինչ հավաքել եմ ես օրվա ընթացքում։ Հաջորդ հարցը։ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամները հաստատի կաշառակերությամբ են զբաղվում եւ կան բազմաթիվ դեպքեր, ճիշտ է, ոչ բոլորի մասին է խոսքը, բայց շատ են հաստատի այդպիսի դեպքերը նաեւ սկսել հայտնաբերել Բարգավաճ Հայաստան կուսակցության մասով եւ կան բազմաթիվ զայնագրություններ եւ տեղեկության համաձայն նախնական համաձայնությամբ մի շարք ընտրողների հոստացել են, ինչպես նաեւ տվել են ընտրակաշառք։ Մեկ այլ հաղորդման համաձայն ուժեղ Հայաստանի աջափնյակի գրասենյակում խոզարկություններ են կատարվել Ռադար Արմենիայի տեղեկություններով հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է 8 անձ։ Սա երեկվա տեղեկություններ են, բայց շատ համատարած են այս կաշառքի դեպքերը եւ դրանից բացի մենք տեսնում ենք, որ Ռուսաստանից սկսել են արդեն քաղաքացիներ բերել Հայաստան, Ռուսաստանի Դաշնությունը տարբեր կազմակերպությունների միջոցով Հայաստանի քաղաքացիների է բերում Հայաստան, որպեսզի դրանք մասնակցեն հունիսի 7-ի ընտրություններին եւ անպայման քվեարկեն պրոռուսական ուժերի օգտին, հիմնականում պետք է քվեարկեն ուժեղ Հայաստանի օգտին, դա է իրենց հանձնարարվում եւ Բագրամյան 26 տելեգրամյան ալիքի տեղեկություններով հիմա ովքեր որ գալիս են Հայաստան, շատ լուրջ ձևի իրենց ստուգումների են ենթարկում այդ մարդկանց եւ դրանից բացի շատերին տանում են արդեն 25 օրյա զորահավաքների, ովքեր որ խուսափել են, չեն մասնակցել այդ զորահավաքներին, դրանց տանում են զորահավաքի, ինչը բնականաբար շատ ճիշտ է։ Այս մասին տեղեկացնում են նաեւ փաստացի կատարվողի այլ տելեգրամյան ալիքները, ոչ հայկական, դա շատ կարեւոր է, որ Միկա Բադալյանը, Եվրազիա հիմնադրամը եւ այլ կազմակերպություններ կոնկրետ զբաղվում են մարդկանց տեղափոխումով Հայաստան հունիսի 7-ի քվեարկությունների համաձայն եւ կան բազմաթիվ նաեւ սկրինշոթեր, որոնք որ հստակ վկայում են այն մասին, որ մարդկանց փորձում են մոբիլիզացնել, փող են խոստանում եւ տանում են Հայաստան։ Եվ ամենակարևորը, սիրելի հայրենակիցներ, մենք հիմա տեսնում ենք, որ հայկական պետությունը փորձում է այս ամենին դիմադրել։ Ճիշտ է, չի դիմադրում այնպես, ինչպես որ անձամբ ես կցանկանայի, ես միշտ ասում եմ, որ այդ կուսակցություններին, որոնք որ համատարած կաշառակերությամբ են զբաղվում, կաշառքի բաժանումով են զբաղվում, համատարած, եթե 100-ից ավել դեպքեր կան, այդ կուսակցություններին պետք է զրկել գրանցումից եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է զրկի տվյալ կուսակցությունները գրանցումից, բայց այդ քայլին Հայաստանի իշխանությունները չեն դիմում։ Սա պետք է լինի պատասխանը Ռուսաստանի միջամտությանը։ Իրենք դիմում են գործողությունների, իսկ մենք քաղաքական գործողությունների ցավոք սրտի չենք դիմում։ Հայաստանը որից է քաղաքական գործողությունների չի դիմում։ Ես չեմ ասում հայտարարություններ անենք։ Միշտ էլ ասել եմ, ավելի զուսպ գտնվենք, բայց գործ անենք։ Գործով պատասխանենք իրենց քայլերին։ Ինձ անդուր է միշտ օրինակ բերել Իլհամ Ալիևին, թե ինչպես էր ինքը վարվում ռուս գործակալների հետ։ Մենք հիշում ենք բոլորս, մենք մի փոքր այլ ձև կարող ենք վարվել, չէ՞։ Օրինակի համար կարելի է հանել գրանցումից այդ ուժեղ Հայաստանին, չնայած համոզված եմ, իրենք շատ մեծ տոկոսներ չեն հավաքել, եթե նախկինում 20%-ի մասին էր խոսվում, հիմա հարց է, թե նրանք կարողանան ընդհանրապես 12, նրանք կարողանան 12% հավաքել, թե չէ, նույնիսկ այսպիսի մեծ ռեսուրսի ներդրմամբ, բայց մեկ բան էլ կարևոր է, սիրելի հայրենակիցներ, եթե մենք հիմա այստեղ խոսում ենք, որ իրենք կարող են նույնիսկ 12%-անոց շեմը չհատեն,
Հարցումները այլ բան են ցույց տալիս, բայց մեծ փողեր է դրված իրականում, շատ մեծ փողեր է դրված եւ շատ լուրջ միջամտություն է Ռուսաստանը ունենում։ Եթե մարդիկ ուղակի տանը նստեն եւ չգնան քվեարկության, ապա լրիվ այլ տեսակի պատկերել մենք կարող ունենանք։ Դրա համար չափազանց կարեւոր է, որ յուրաքանչյուր մեկը անպայման գնա ընտրությունների, թե չէ այդ հարցումները իրականության մոտ արդյունքներ չեն գրանցել։ Դրա համար շատ կարևոր է, որ տվյալ հարցումների վրա հենվելով մենք հանկարծ չթուլանանք եւ չլինի, որ չգնանք ընտրությունների։ Ուրեմն ինչ ասում Մեդվեդևը Ռուսաստանից ասում է այն, որ Ռուսաստանը ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, ստանալ ամեն ինչ ԵԱՏՄ-ից մինչև այն պահը, երբ որ արդեն իրենց կկանչեն Եվրոպա եւ իրենք արդեն պատրաստ կլինեն եւ կգնան Եվրոպա։ Այսինքն ռուսները անկեղծ լինենք շատ լավ հասկացել են ինչ է տեղի ունենում, դրա համար իրենք հիմա փորձում են դիմել գործողությունների ազդել Հայաստանի վրա, բայց իրենց ձեռք չի տա այս պահին լարել իրավիճակը ընտրություններից հետո, քանի որ Ռուսաստանը այդ կարգավիճակում չէ։ Այս խնդրին մենք կրկին կբախվենք, բայց հիմա այդ խնդիրը փորձնական իր շատ կարևոր տեստն է անցնում։ Մինչև հունիսի 7-ը, կարող է մինչև 10-15-ը հայկական ապրանքների մասով։ Հետո ըստ ամենայն հավանականությամբ այդ արգելքները կհանվեն, բայց ամիսներ անց այդ ամենը կվերադառնա միանշանակ։ Հիմա մի քանի խոսքով անդրադառնանք Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնականի այցին Բաքու։ Դե բնական է, Մարկո Ռուբիոյի այցից հետո Հայաստան պետք էր որ ինչ որ մեկը այցելեր նաև Բաքու եւ դա Մարկո Ռուբիոյի օգնականն էր եւ այդ պաշտոնյան Ամերիկայի Միացյալ Նահանգներից Ալիևին շատ կարևոր ուղերձներ է փոխանցել եւ շատ հետաքրքիր ուղերձներ։ Նախ այն ամենամյա պատժամիջոցը Ադրբեջանի նկատմամբ, որը որ կա Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ընդդեմ Ադրբեջանի 1 տարով չեղարկվում է, բայց ասում են, որ դա հին փաստաթղթի պատճենն է, որտեղ որ գրած է Ալիև դու հրաշալի ես։ Թրամփը անձամբ գրել, դա աշխատելու է եւ այդ փաստաթուղթը աշխատում է մինչեւ այս տարվա օգոստոս։ Այսինքն օգոստոսից հետո Թրամփը նոր նման փաստաթուղթ է ստորագրելու, բայց այդտեղ գրված է, որ Ալիև դու հիասքանչ ես, բայց մեզ համար կարևորը այն է, որ Դոնալդ Թրամփի ուղերձում հստակ մեկ բան է ասված, որ իր վարչակազմը անհամբեր սպասում է բանակցությունների շարունակականությանը այս ամսվա հունիսին խաղաղության շուրջ։ Ինչ է սա նշանակում։ Այս նախադասությունից ես ենթադրում եմ, որ այս ամիս ինչ որ բանակցություններ եւ առաջընթաց է սպասվում հայ-ադրբեջանական կարգավորման գործում, ինչպես որ օգոստոսի 8-ին ինչ որ մի բան եղավ, ամենայն հավանականությամբ ինչ որ հանդիպում է նախատեսված։ Ես այդպես եմ հասկանում Թրամփի ուղերձից։ Եվ Թրամփը ասում է, որ մենք միասին առաջ ենք տանելու խաղաղությունը, միասին կխթանենք խաղաղությունը, կամրապնդենք բարեկամությունը եւ կկառուցենք ավելի անվտանգ ապագա ձեր տարածաշրջանի եւ աշխարհի համար։ Բայց մեզ համար ամենակարևորը կրկնեմ այն է, որ Թրամփը ասում է իմ վարչակազմը անհամբեր սպասում է հունիսին խաղաղության հարցի շուրջ արդյունավետ քննարկումների։ Ինչ քննարկումներ, ինչ բանակցություններ, ինչ պայմանավորվածություններ, Սա ամենահետաքրքիրն է կարծում եմ մեր համար։ Հիմա սիրելի հայրենակիցներ, խոսենք միջազգային կարևոր հարցերից։ Ուրեմն Թասնիմ գործակալությունը տեղեկացնում է, որ Իրան դադարեցնում է բանակցությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ էսկալացիայի պատճառով Լիբանանում Իսրայելը լուրջ հարձակումների է անցել, բերդ է գրավել եւ խոսքեր այն մասին, որ կարող է իրենք մտնել նույնիսկ Բեյրութ։ Բայց Թրամփը ասում է, որ չէ, բանակցությունները չեն դադարեցվել, այլ հակառակը շատ արագ տեմպով են հիմա ընթանում Իրանի հետ, բայց իրականում ինչ է տեղի ունենում, մի քիչ դժվար է գլուխ հանել, քանի որ մենք տեսնում ենք հեռախոսազրույց Իսրայելի վարչապետի եւ Դոնալդ Թրամփի միջեւ եւ հետո Axios-ի աղբյուրները հաղորդում են այն մասին, որ Թրամփը շատ կոշտ է խոսել Նետանյահուի հետ եւ ասում է, որ եթե ես չլինեի, դու կլինեիր բանտում, Թրամփն է ասել Նետանյահուին, գիտեք, Նետանյահուի վրա գործ է հարուցվել եւ օգնել այդ ժամանակ Թրամփը Նետանյահուին խնդրել Իսրայելի նախագահին, որպեսզի
ներում շնորհի եւ Նետանյահուն բանտում չհայտնվի, եւ Թրամփը նաեւ ասել է այն Նետանյահուին, որ քեզ ատում են բոլորը, քեզ չեն սիրում։ Քեզ չի սիրում ոչ մեկ նաեւ Իսրայելում, եւ դրանից բացի քո պատճառով մարդիկ ատում են նաեւ Իսրայելը ամբողջ աշխարհում, եւ ասում են նույնիսկ ավելի վիրավորական խոսքեր է ասել Թրամփը Նետանյահուի հասցեին, ասելով, որ նա դիժ է, խելագար է։ Ես գրեթե համոզված եմ, որ դա վերաբերվում է Նետանյահուի գործողություններին Լիբանանում եւ ոչ միայն հնարավոր է նաեւ Իրանի մասով Նետանյահուի դիրքորոշմանը։ Նաեւ Թրամփը տեղեկացրել էր այն մասին, որ հիմա Իսրայելը այլևս չի շարունակելու հարձակումը Լիբանանում։ Այսինքն այս ամենից մենք հասկանում ենք այն, որ երբ Թրամփը բանակցություններ է վարում Իրանի հետ, փորձում է խաղաղ ձևով լուծել բանակցությունները, Նետանյահուն ամեն ինչ անում է, որպեսզի այդ բանակցությունները տապալվեն։ Ինքը իրավունք չունի հարձակվել միայնակ Իրանի վրա, չի էլ կարող միայնակ հարձակվել Իրանի վրա, դրա համար շատ կոշտ գործողությունների է դիմում Լիբանանում եւ դրա համար իրանցիների դիրքորոշումը կարծրանում է, խնդիրներ են ստեղծվում, ինչից ավելի ու ավելի կատաղում է Դոնալդ Թրամփը, դրա համար իմ պատկերացմամբ այդպիսի շատ կոշտ հեռախոսազրույց է տեղի ունեցել Թրամփի եւ Նետանյահուի միջև։ Եվ կարևոր է նաեւ նշել այն, որ ազգային անվտանգության ղեկավարը Իսրայելի Բեն-Գվիրը դրանից հետո հայտարարել է, որ ժամանակն է եկել ասել Թրամփին ոչ։ Ինչ է սա նշանակում։ Կարծում եմ այդ մեկ նախադասությամբ ամեն ինչ ասված է։ Ժամանակն է եկել Թրամփին ասելու ոչ։ Տեսնենք ինչ գործողությունների է դիմելու Իսրայելը եւ ի պատասխան ինչ անելու Միացյալ Նահանգները, բայց սա նշանակում է նաեւ այն, որ խնդիր կա դաշնակիցների միջև, չեմ ասում կրիտիկական խնդիր կա, բայց մենք տեսնում ենք արդեն խնդիր Թրամփի եւ Նետանյահուի միջև, Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև։ Իրանի մասով ամենաթարմ տեղեկությունը նաեւ այն է, որ Իրանի Իսլամական հեղափոխության այդ կորպուսի պահապանները հարված են հասցրել իրենց հրթիռներով ամերիկյան բեռնատար նավի։ Այլ տեղեկություններ այս պահի դրությամբ չկա, բայց իրենք ասում են, որ սա ի պատասխան ամերիկյան գործողությունների եւ հարվածների տեղի է ունեցել։ Եվ մեկ կարևոր տեղեկություն նույնպես Axios-ի հաղորդմամբ եւ դա վերաբերվում է կրկին Լիբանանին, Լիբանանի պաշտոնական անձը տեղեկացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ Հեզբոլլահը պատրաստ է հրադադարի Իսրայելի հետ։ Հիմնականում այսքանը մերձավոր արևելքից։ Ինչ կա Ուկրաինայում եւ Ուկրաինայի շուրջ։ Սա նույնպես չափազանց կարևոր հարց է, կարևոր թեմա է, քանի որ մենք տեսնում ենք, որ այնտեղ էլ արագ փոփոխություններ են գրանցվում։ Ռուսաստանի Դաշնությունը հրթիռային եւ դրոնային հարվածների է ենթարկել շատ մասսայական հարվածների ենթարկվել Կիևը, նախնական տեղեկություններով ամբողջ Ուկրաինայի տարածքում արդեն զոհերի թիվը հասնում է 1 տասնյակի, Կիևում 51 նախնական տվյալով վիրավոր կա, բազմաթիվ տեղերում կան հրդեհներ եւ ավերածություններ։ Դնեպրապետրովսկում նույնպես կա 6 զոհ, 36 վիրավոր, կան բազմաթիվ ավերվածություններ։ Մենք երեք խոսել էինք Ղրիմից, Դոնբասից եւ կրկին տեղեկություններ ենք ստանում, որ Ղրիմում շատ սուր է նավթի հետ կապված վիճակը, մեծ հերթեր են գոհացել, նավթ փաստացի չկա եւ շատ լուրջ նավթային ճգնաժամ է հասունանում Ղրիմում։ Եվ այդ ամենը տեղի ունենում ուկրաինական դրոնների հարվածների պատճառով։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն կհանդիպենք։